Միացյալ Նահանգների և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրային բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հաղորդել է Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին։ Քննարկումների մեկնարկի փաստը հաստատել է նաև Սինհուա գործակալությունը։ Չինական կողմը ներկայացնում է Չինաստանի ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Հե Լիֆենը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լատնիկը և ԱՄՆ առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը։ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնևում մայիսի 10-ից 11-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Շվեյցարիայում կայացած այդ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են մասնակիորեն նվազեցնել փոխադարձ մաքսատուրքերը, որոնք մինչև մայիս գերազանցել են 100%-ը։ Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ցինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ու պայմանավորվել հնարավորինս շուտ անցկացնել առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։ Եթե Ուկրաինան խաղաղություն ցանկանար եւ ինքնուրույն որոշումներ կայացներ, ապա Մոսկվայի եւ Կիևի միջև խաղաղության պայմանագիր կարող էր ստորագրվել 2022 թվականի փետրվարի 28-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական եւ ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Եթե Ուկրաինան ցանկանար, եթե պատրաստ լիներ, եթե որոշումներ կայացներ իր համար, ապա մենք կարող էինք խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականի փետրվարի 28-ին, առաջին հանդիպման ժամանակ, ասել է Մեդինսկին Russia Today-ի եթերում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ իրավապահների տեղում, ապա կձերբակալեր Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Ես դա կանեի, եթե ես լինեի Թոմը, ասել է Թրամփը, մեկնաբանելով նահանգապետի եւ Թոմ Հոմանի միջև հակամարտությունը, որը վերահսկում է վարչակազմում սահմանային հսկողությունը եւ անօրինական ներգաղթյալների արտաքսումը։ Նյուսոմը նախկինում հրապարակավ քննադատել էր Հոմանին, ինչը Թրամփի արվել է բացառապես քաղաքական PR-ի նպատակներով։ Ինձ դուր է գալիս Կևին Նյուսոմը, նա լավ տղա է, բայց նա բացարձակապես ոչ կոմպետենտ է, դա բոլորը գիտեն, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նաև խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում անկարգությունների մասնակիցներին, դրանք անվանելով պրոֆեսիոնալ հրահրողներ և անկարգություններ։ Սրանք վատ մարդիկ են, նրանք պետք է բանտում լինեն, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Թեհրանը պնդում է, որ իր տրամադրության տակ ունի Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթեր։ Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը, գրում է Euronews-ը։ Նախարարի խոսքով իրանական հետախուզությունը ձեռք է բերել հսկայական քանակությամբ փաստաթղթեր, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն Իսրայելի միջուկային օբյեկտների, պաշտպանական կարողությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հրեական պետության հարաբերությունների մասին։ Խաթիբն արխիվն անվանել է գանձ, որը կբարձրացնի Իրանի հարձակողական կարողությունները։ Նա նաև ասել է, որ փաստաթղթերի մի մասը մոտ ապագայում կհրապարակվի։ Euronews-ը հիշեցրել է, որ 2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Խաթիբի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել կիբերտեսանելիության մեջ ենթադրյալ ներգրավվածության համար։ Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին հայտարարել է, որ Իսրայելը զենք է փոխանցել Ուկրաինային, չնայած տարածված կարծիքին, թե Թել Ավիվից ռազմական օգնություն չի եղել։ Ըստ Նովոստի Ուկրաինիի դիվանագետը դրա մասին հայտնել է Մարիչկա Դոբենկոին։ Պատրիոտ համակարգերը, որոնք մի ժամանակ ստացել էինք Միացյալ Նահանգներից, այժմ Ուկրաինայում են։ Դրանք իսրայելական համակարգեր են, որոնք Իսրայելի սպառազինության մեջ էին 1990-ականների սկզբին։ Մենք համաձայնեցինք դրանք փոխանցել Ուկրաինային եւ ցավոք դրա մասին շատ բան չասվեց, բայց երբ ասում են, որ Իսրայելը ռազմական օգնություն չի ցուցաբերել, այդպես չէ, դա ճիշտ չէ, ընդգծել է դեսպանը։ Ֆրանսիայի իշխանությունները փորձել են համոզել պաղեստինամետ ակտիվիստներին, որոնց նավը իսրայելական իշխանությունները կանգնեցրել էին միջերկրական ծովում, չմեկնել Գազայի հատված, երկուշաբթի օրը հաղորդել է BFM TV-ն։ Կառավարությունը հայտարարում է, որ զգուշացրել է եւ փորձել է տարհամոզել առաքելության մասնակիցներին, այդ թվում Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանին եւ ակտիվիստ Գրետա Թունբերգին։ Ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ, Փարիզը նաեւ հայտարարել է, որ կապի մեջ է Իսրայելի իշխանությունների հետ ցանկացած միջադեպ կանխելու համար։
Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլոկները անտեսել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից Կիևի ահաբեկչական հարձակումների մասին ուղարկված նյութերը։ Ի պատասխան նա պարզապես հայտարարել է, որ Ուկրաինայում ֆաշիզմ չկա, Կիևում ֆաշիստական ռեժիմ չկա, ասել է Կլոկները։ Հունիսի 7-ին Վոլոդինը Կլոկներին եւ Գերմանիայի խորհրդարանի 5 քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղարկել էր Կիևի կողմից Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական օբյեկտներին հարվածների վերաբերյալ նյութեր։ Իր ելույթում Պետդումայի նախագահը մատնանշել է ուկրաինական իշխանությունների կողմից Ռուսաստանում քաղաքացիական անձանց դեմ ուղղված անօրինական գործողությունները։ Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու ուղղությամբ։ Հերթական հայտարարությունն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպել։ Նա մասնավորապես նշել է. Հայաստանյա Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ, որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր, նշել է Փաշինյանը։ Կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ խոսել է աշխարհիկ իշխանությունների եւ եկեղեցականների միջև լարվածության մասին։ Նա կարծում է, որ կաթողիկոսին փոխել հնարավոր չէ։ Հասարակությունը համանման ճգնաժամերից կարողանում է դուրս գալ այն դեպքում, երբ որ նա կարողանում է իր միասնականությունը պահպանել։ Հիմա երբ որ ընթանում է հակադարձ ուժագծերի վրա այսպիսի շարժում, դա կարող է առաջացնել խզված հասարակությունը աստվածաշնչյան տող է, որ պառակտված թագավորությունը չի ապրելու։ Եվ եկեղեցին նորից եմ կրկնում տարանջատված է իշխանությունից, նա չի կարող տարանջատված չլինել, որտեղ նորից եմ կրկնում, նա համաշխարհային կառույց է եւ ոչ թե ներհանրապետական որևէ կառույց։ Կլինի դա հասարակական կազմակերպություն, ինչ կլինի դա ներհանրապետական մի բան է։ Հայոց առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է եւ այս տեսակետից ասենք սեղմել այդ զսպանակները ցած դա հնարավոր չի առայժմ։ Այսօր վաղը մյուս օրը փոխվում է հազար ու մի բան, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր երկրում եկեղեցին աշխատում է մնալ պահպանողական։ Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի։ Այս մասին ըստ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով եւ իրական խաղաղություն ձեռք չբերվի, ուղղակի ինչ-որ զինադադար կնքվի, ապա դա կլինի, գիտեք, վիճելի տարածաշրջան կար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Ամերիկյան Russian Today լրագրող Ռիկ Սանչեսի Էֆեկտը շոուի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեդինսկին. Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվեն։ Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել եւ ճանաչել նոր տարածքները, հավելել է Մեդինսկին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Դաշինքի երկրների ղեկավարների խոստումը ապագայում Ուկրաինային իրենց շարքեր ընդունելու վերաբերյալ ուժի մեջ կմնա։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը. մենք ասացինք, որ դեպի ՆԱՏՕ այս ուղին անշրջելի է եւ այս գնահատականը գաղափարժողովից հետո չի փոխվի, ասել է նա։ Միաժամանակ նա նշեց, որ այս հարցը կարող է չարտացոլվել Նիդերլանդներում Դաշինքի գաղափարժողովից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։ Եթե սա հաղորդագրության մեջ չէ, ապա դրանում ոչ մի վատ բան չկա, ասել է Ռյուտեն։
Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունիսի 9-ի 11-ից 12-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունիսի 9-ին 11-ից 12-ի կեսօրից հետո 10-ի եւ 13-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ից 12-ը աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 9-ի 12-ից 13-ի գիշերը 11-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։